Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ես մեգի պես ջնջել եմ քո հանցանքները և ամպի պես քո մեղքերը դարձիր դեպի ինձ որովհետև ես քեզ փրկել եմ Եսայի 44:22 Ուշադիր զննեք այս ուսանելի համեմատությունը Մեր մեղքերը նման են ամպերի Ինչպես ամպերն են տարբեր ձևեր և երանգներ ունենում, այնպես էլ մեր հանցանքները Ինչպես ամպերն են խամրեցնում արևի լույսն ու խավար սփոփում երկրի վրա, այնպես էլ մեր մեղքերն են ծածկում մեզանից Աստծո երեսի լույսը և մեզ նստեցնում մահվան ստվերի մեջ Դրանք երկրածին բաներ են, որոնք ծագում են մեր բնության ճահճոտ վայրերից և երբ արդեն չափազանց լցվում են, սպառնում են մեզ փոթորիկով և մրրիկով Ավաղ, ի տարբերություն ամպերի, մեր մեղքերն օրհնյալ անձրևներ չեն բերում մեզ վրա, այլ սպառնում են կործանել մեզ կրակե, մահացու հեղեղներով Ո մեղքի սև ամպեր, ինչպես կարող է մեր հոգում պայծառ եղանակ լինել, քանի դեռ դուք մնում եք Թող մեր ցնծալից աչքերն ուղղվեն Աստծո ողորմածության այս հիասքանչ գործողությանը Ջնջել եմ Աստված անձամբ է միջամտում և իր բարկությունը դրսևորելու փոխարեն իր աստվածային բարությամբ հայտնում է իր շնորհքը Նա միանգամից և մեկ ընդմիշտ զորավոր կերպով վերացնում է չարիքը Ոչ թե պարզապես հեռու քշելով ամպը, այլ հավիտյան ջնջելով այն Արդարացված մարդու դեմ ոչ մի մեղք չի մնում Խաչի մեծ գործը հավիտյան ջնջել է նրա հանցանքները Այդ հզոր գործը, որի միջոցով բոլոր ընտրյալների մեղքը հավիտյան ոչնչացվեց, ամբողջապես և կատարյալ կերպով իրագործվել է Գողգոթայի վրա Եկեք ուրեմն հնազանդվենք այս օրհնյալ հրամանին Դարձիր դեպի ինձ Ինչու պետք է ներված մեղավորներն իրենց Աստծուց հեռու ապրեն Եթե մեր բոլոր մեղքերը ներված են, ապա թող ոչ մի օրինապաշտպան վախ ձեզ հեռու չպահի համարձակ կերպով մեր Տիրոջը մոտենալուց Եկեք սգանք մեր սայթաքումների համար, բայց չհարատևենք դրանցում Եկեք ամեն ջանք գործադրելով ձգտենք Սուրբ Հոգու օգնությամբ վերականգնել Տիրոջ հետ ունեցած երբեմնի մտերմիկ հաղորդակցությունը Ով Տեր, վերադարձրու մեզ այս գիշեր